Ժողովուրդ, ես ուզում եմ մենք խոսենք, այս ամեն ինչը շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի, ամենակարևորը հաստատված խաղաղությունն է, եւ ես հաստատված խաղաղության առիթով ուզում եմ շնորհավորել բոլորիդ, որտեղ դա շատ մեծ իրադարձություն է մեզ համար, շատ մեծ իրադարձություն, եւ բայց խաղաղության հետ մեկտեղ ով, բայց դուք գիտեք, որ մենք խաղաղություն ասելով երբեք չենք մոռանում անվտանգության ապահովման մասին։ Ես չգիտեմ ձեզնից ով է տեսել Երասխի ամրացված շրջանը, բայց հույս ունեմ, որ առնվազն լսել եք դրա մասին։ Եվ այսօր տասնյակներով Հայաստանի Հանրապետության սահմաններին ամրացված շրջաններ է ստեղծվում, որոնք բառից բուն իմաստով ամրոցներ են, որոնք մենք չենք կառուցում մի տարվա համար, մենք չենք կառուցում երկու տարվա համար, մենք կառուցում ենք տասնամյակների եւ հարյուրամյակների համար, որտեղ դրանք այնպիսի կառույցներ են, որ հարյուրամյակի կյանք են ունենալու եւ մեր անվտանգության ապահովման համար ողնաշարային նշանակություն են ունենալու, որովհետեւ մենք հասկանում ենք խաղաղությունը խաղաղություն, բայց երկիրը պետքա պաշտպանունակ լինի, որովհետև պաշտպանունակ բանակ չունեցող երկիրը գայթակղություն է ագրեսիայի համար, մենք չենք կարող մեզ թույլ տալ։ Եվ ուզում եմ բոլորիդ հրավիրել 7 օրից, չէ՞, այսօր ամսի 21-ն է, մայիսի 28-ին Հանրապետության հրապարակ, որտեղ մենք ձեզ հաշվետվություն, ուրիշ պայմաններում ես անկեղծ ասեմ, մենք չենք էլ ուզենք զորահանդես անել, բայց քանի որ հոգիներս կերան ձեզ հայտնի ուժերը, թե ինչա, բանակը կա, բանակը չկա, բանակը եւ այլն, դա իրականում դա զորահանդես էլ չի, դա հաշվետվություն է ձեզ, որ դուք տեսնեք եւ գնահատեք։ Ընդ որում, ասում եմ, հեռուստացույցով իհարկե ցույց տրվելու է, բայց ես ուզում եմ, որ դուք գաք, որովհետեւ նախկինում միշտ զորահանդեսները ոնց են արում, բերում են հրապարակով տանում են տեխնիկան, հետո գնում է։ Հիմա մենք հետեւյալն ենք անում, այդ տեխնիկան գալու է մտնի Տիգրան Մեծի պողոտա, չգիտեմ ինչքան կտեղավորվի, ինչքան այնտեղ երկար է, եւ միջև օրվա վերջ մնալու է կողքից երկու կողքերից իհարկե տրամաբանական հեռավորության վրա բաներ արգելափակոցներ բարձա պահակախումբ եւ այլն, բայց որ դուք առավոտի ծիրիկում գաք այս մոտավորապես այս հեռավորություն ասում ենքան հեռու ալնելու հեռադիտակով պետք է նայեք, ասենք ստեղ տեխնիկան կլինի այդ ձեր ոնց որ ցանկապատը, որ այնուամենայնիվ տեխնիկա, երեխեք են բան, երեխեք ասում եմ հանկարծ երեխեքը չբարձրանան մի հատ գնով կիսեղմեն, կամած կրակեն, խայտառակ կլինենք ընդհանրապես, որպեսզի դուք ձեր սեփական աչքերով տեսնեք։ Եվ ես ելի եմ ասում, անդադար շեշտում եմ, ես բոլոր Երևանի փոքր եւ մեծ կենտրոնի ռեստորաններին այդ ուղերձը տալիս եմ, ասում եմ, այդ օրը շատ մթերք ունեցեք, որովհետեւ իմ կարծիքն է, որ երբ որ մարդիկ գան տեսնեն, ուզենալու են դրանից հետո քեֆ անեն, եւ մի մասը իհարկե մոտակա ռեստորանում, մի մասը հեռակայում, մի մասը կվերադառնա իրանց բնակավայր գար կմորթի, բայց ես ձեզ խոստանում եմ, որ այդ օրը դուք տեսնելու եք ձեր նոր բանակը, ձեր նոր բանակը, եւ դուք հպարտ եք զգալու ձեզ, ես ձեզ մի բան ասեմ, ես որ